Գրեթե մեկ տարի կալանավայրում անցկացրած Բագրատ Սրբազանի խափանման միջոցը վերաքննիչ դատարանի որոշմամբ փոխվեց։ Թեև Սրբազանի գրանցման հասցեն Տավուշի թեմի առաջնորդարանի շենքն է, բայց տնային կալանքի համար դատարանը սահմանել է այլ հասցե։ Արաբկիր վարչական շրջանի Քանաքեր հեկի 8-րդ շենքի 20-րդ բնակարան։ Այո, ես տվել եմ իմ բնակության, այսինքն հասցեն, ասել եմ Սրբազան, եթե հարցը հասցեն է, ես հասցե կտրամադրեմ և այդ հասցեն տրամադրվել էր 25 թվականի դեկտեմբերին տվյալ վերաքննիչ դատարանի դատավորին, բայց այս միջնորդությանը քննություն առնելու ժամանակ նման հասցե չի տրամադրել և դատավորը ինքնուրույն փորփրելով նախորդ վերանայման բողոքները ինքը կազմել է այն հասցեն, որը կազմել է։ Ըստ փաստաբանի խափանման միջոցի փոփոխության որոշումը եղել է անսպասելի։ Այն քննադատության արժանացրեց նաև Սրբազանը, դատավոր Վազգեն Ռշտունուն մեղադրելով երեսպաշտության համար։ Նրա խոսքով նույն գործը դեռ դեկտեմբերի 30-ին քննել էր նույն դատավորը, սակայն այդ ժամանակ կալանքը փոխելու որոշում չէր կայացրել։ Ինչ է փոխվել այս ամիսների ընթացքում։ Այս ազատ արձակելը կապված էր նրա հետ, որ իշխանությունները մի կողմից այդ պտտվող դռների էֆեկտով ցանկանում են կալանավայրերում տեղ ազատել և նոր կալանավորներ բերել և երկրորդ կողմից բուն դատավարությանը անդրադառնալով իրանք ցանկանում են նվազեցնել այս հանրային վերահսկողությունը դատարանի նկատմամբ։ Որոշումն իրավական շատ հարցեր է առաջացնում։ Դատարանում էլ Բագրատ Սրբազանն ասաց, որ չի ընդունում տնային կալանքը։ Այդ պահին փաստաբանները իրավական կազուսի առջև էին կանգնած։ Դատավորը գործը քննող ասում էր, որ ինքը իրավասու չի վերադաս դատարանի որոշման պարագայում Բագրատ Սրբազանին ուղարկել հետ կալանավայր, որովհետև ինքը չունի այլևս կալանավորի կարգավիճակ։ Եվ այդ պարագայում, այսինքն աշխատանքային ժամը ավարտվել էր, դատական նիստերի դահլիճում էինք ու պետք էր ինչ-որ մի ձև հաղթահարել այդ կազուսը իրավական։ Տնային կալանքի պայմաններում Սրբազանը չի կարող լքել բնակության վայրը։ Մնացած հարցերում սահմանափակումներ չկան, միայն թե իրավունք չունի շփվելու գործով անցնող մյուս մեղադրյալների հետ։ Այս գործով կա 18 մեղադրյալ։ Քննչական մարմնի վարկածով նրանք նախնական համաձայնությամբ գործել են խմբի կազմում, ձեռք բերել ահաբեկչություն իրականացնելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ, ստեղծել դրա համար անհրաժեշտ այլ պայմաններ։ Ըստ մեղադրանքի այս գործողությունները դիտվում են որպես իշխանության յուրացման նախապատրաստություն։ Այն լեգենդները, որ իր անվան շուրջ սարքում է, ինչ գիտեմ, ինչ գույք ունի եւ այլն, այդ մարդը բացարձակ որևէ գույք չունի եւ չի ճիշտն է ասել դատարանում հայտնելով, որ ես հասցե չունեմ։ Իր հաշվառման հասցեն Իջևանում առաջնորդարանի շենքն է եւ ինքը որևէ այլ գույք բնակարան չունի, որտեղ կարող էր կրել տնային կալանքը։ Դա եղել է այդպես։ Ըստ փաստաբանի, այս որոշման հիմքում կարող են լինել ոչ միայն իրավական, այլև քաղաքական հաշվարկներ։ Կանոնները առավել են խորացել եւ հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության եւ ճշմարտության։ Եվ այն չարիքը, որ իր քաղցկեղային բջիջներով տարածված է մեր բոլոր կյանքի բոլոր շերտերի մեջ, պետք է մաքրվի ուղղակի։ Դատարանը թույլատրել է, որ Բագրատ Սրբազանը մեկնի Իջևան և մասնակցի ընտրությանը։ Դրա համար նրան տրամադրվել է 7 ժամ ժամանակ։ Սրբազանը ոստիկանների ուղեկցությամբ կմեկնի Իջևան, ապա կվերադառնա տնային կալանքի վայր։ Գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 11-ին։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։